Վարչապետ։
Բարև ձեզ, սիրելի այգեշացիներ ջան։ Եվ Խոյ համայնքի, ես տեսնում եմ տարբեր Խոյ համայնքի գյուղերից, ընկերներին, հայրենակիցներին, ողջունում եմ բոլորին, ողջունում եմ Խոյ համայնքի։ Այստեղ պետք է ես մարդկանց չպատմեմ, թե ինչ է ուժեղ լինելը, որովհետև այգեշացիները Երևանում հայտնել են իրանց ուժով, չէ՞ Խաչ։ Միշտ սիրով եմ եկել այստեղ, սիրով հյուրընկալել եմ և նաև գիտեմ խնդիրների մեծ մասը։ Խնդիրները բաժանվում են երկու մասի՝ տեղային և հանրապետական։ Տեղային խնդիրը դա մեր բերքի մթերումն է, որի մասին բազմաթիվ անգամ ասել ենք։ Բերքի մթերման համար մեզ պետք է մթերման կայաններ, կողքի գյուղերի, բոլոր գյուղերին պետք է մթերման կայան, որ գյուղացիները իրավունք ունենան, հնարավորություն ունենան, միանգամից բերքը վաճառեն։ Պետության կողմից երաշխավորված գնով, դա արել է աշխարհի գրեթե բոլոր երկրները, դա արել են, և դա ասել է Հայաստանի Հանրապետությանը։ Դա մենք մեր 2-3 տարվա ընթացքում այդ պրոցեսը Հայաստանում անելու ենք։ Մյուս հարցը մեր ընդհանուր հայրենիքի հարցն է, մեծ հարցը, Հայաստանի հարցը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ։ Մենք գիտենք, որ հարևան երկիրը պահանջները ամեն տարի, ոնց որ արդեն անհատանարել, ամեն տարի նոր պահանջներ ա դնում մեր առաջ։ Անցած պահանջը կատարել է, խելոք Սյունիքում ճանապարհ ա տրվել։ Հիմա նոր պահանջ ա։ Մի քանի օր առաջ, այստեղից ոչ շատ հեռու, Նախիջևանում, Ադրբեջանը միջոցառում էր կազմակերպել, Արևմտյան Ադրբեջանի համայնքի միջոցառում։ 5-6 օր առաջ, 3 օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցի այստեղ ապրել։ Գալիս ենք Հայաստան դրանից հետո։ Ինչ են ասում Հայաստանում, ասում են չկա այդպիսի բան։ Արադ Միրզոյանը ասում է Նախիջևանում կազմակերպված իրենց այդ հավաքը, որ Արևմտյան Ադրբեջանի մասին ինչ-որ հավաք են անում։ Ասում է դա չի տեղավորվում մեր բանակցային պրոցեսի մեջ։ Իբր ադրբեջանցին հարցեր է, տեղավորվում է բանակցային պրոցեսի մեջ, չի տեղավորվում բանակցային պրոցեսի մեջ։ Ինչ ուզում անում է։ Ճանապարհն է չէր տեղավորվում բանակցային պրոցեսի մեջ, ոնց վերցրի։ Մեր երկրի պետք է ստոպ անել այս մարդկանց։ Թուլացրել են, խեղճացրել են Հայաստանի հանրաշնորհին, խեղճացրել են այս մարդկանց։ Պատկերացրեք բակում, եթե մեկի աշկը բախում է, ինչքան ավելի կառավարելի է դառնում այդ աշկը բախեցած մարդը։ Հիմա այս մեր բակում, այս տարածաշրջանում, Հայաստանի ղեկավարի աշկը բախցրել են։ Ու այստեղից մի 30 կիլոմետր հեռավորության վրա հավաքվել Արևմտյան Ադրբեջան են ասում։ Թե Արևմտյան Ադրբեջանը որն է, իրանք բոլորը Ալթայից ձիերով եկել են այս վերջերս։ Ոչ որ ժողովուրդ են։ Մեր պահպանական հողերը իրանցով են արել, իրանց ծնելիությունով։ Հիմա լուծել են իրանց կարծիքով Արցախի հարցը, հիմա աշկը ստեղի վրա է։ Ինչա պետք մեզ։ Մեզ ամենակարևորը պետք է մեր հայրենիքը ուժեղ լինի։ Ուժեղ լինելու համար պետք է մեր հայրենիքի բոլոր ընտանիքները լավ ապրեն։ Եվ ասում լավ ապրեն, նշանակում է կրթության հնարավորություն ունենան, երիտասարդ ընտանիքները տների հնարավորություն ունենան։ Ամենակարևորը աշխատանք։ Հայաստանի գյուղերը դատարկում են, որովհետև երիտասարդները հետաքրքիր չի աշխատել այգում, եթե 2 տարի, 3 տարի մեկ բերքի գինը ընկնում է, բերքը անհնար է վաճառել։ Մեզ պետք է գյուղատնտեսությունը հետաքրքիր սարքել այն մարդկանց համար, ով ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվի, վաճառ կանել մթերման կայանների, ինքը չզբաղվի վաճառքով, ով ուզում է քաղաքում այլ ուղղությամբ զարգանա, այդ հնարավորությունը երկրում պետք է տան։ Ընտանիքների բարեկեցությունը, նորմալ կյանքը, այդ ուժեղ երկիրն է։ Եթե ասում ենք ուժեղ երկիր, չի նշանակում բոլորը, ինչ-որ լարված վիճակ, նշանակում է բարեկեցիկ, հարուստ հասարակություն, նորմալ ապրող, դա դժվար բան չի, մեր հայրենիքը փոքր երկիր է, մեր հայրենիքը այս տարածքի ամենափոքր երկիրն է,
այն միջոցները, որը հայկական սփյուռքը տիրապետում է, հերիք է Հայաստանի հարցերը դրական լուծելու համար։ Մենակ պետք է երկիրը չփակենք սփյուռքից։ Պետք է ամեն եկած ներդրողի հետևից քրեական գործ չբացվի երկրում։ Պետք է իշխանությունները վերջապես կարողանան իրանց այն գործը, որից լավ չեն հասկանում, տանեն մարդկանց, ով լավ է հասկանում։ Հայաստանից դուրս բժշկության ոլորտում, կրթության ոլորտում, բիզնեսի մեջ, բոլոր տեղերը աշխարհի լավագույն մասնագետները մեր հայրենակիցներն են։ Բայց Հայաստանը օրենքներ է ընդունել, որ մեր հայրենակիցը իրավունք չունի Հայաստանում, օրինակ Անգլիայում ամենամեծ բժշկական փոփոխություն անող մարդը Լորդ Արա Դարզին է։ Լորդը հայ է, ինքը իրավունք չունի Հայաստանում նախարար լինի, որովհետև հատուկ օրենք են դրել, որ սփյուռքը հայը իրավունք չունի։ Բայց աշխարհի ամենալավ մասնագետները մեր ազգն է, ժողովուրդ։ Մեր ազգի այդ մասնագետներին պետք է հնարավորություն տրվի մեր երկրում կարողանան իրենց պոտենցիալ անեն։ Հայաստանը 3 միլիոն Հայաստանը չի, Հայաստանը 10 միլիոն հայությունն է։ Ես ասել տեսնում եմ ընկերների, ովքեր Հայաստանից դուրս մեծ հաջողությունների են ասել, ում փորձը Հայաստանի զարգացման մեջ, եթե այդ փորձը Հայաստանի մեջ լիներ, Հայաստանը հիմա 2 քայլ առաջ էր։ Մեր ընկերներին, ովքեր են հաջողություններին ասել են, պետք է հնարավորություն տրվի Հայաստանը զարգացնել, ուժեղացնել, իմ ու կողմ պետք է չարվի։ Երբ որ ուժեղ մարդիկ Հայաստանում հնարավորություն ունենան զարգացնելու տնտեսությունը, վստահ եղեք, դրանից օգտվելու է ժողովուրդը։ Եթե սփյուռքը հնարավորություն ունեցավ Հայաստանում ներդրումներ անի, սփյուռքը տարբերություն չզգաց, օգտվելու է հայ մարդը, բարձրանալու են աշխատավարձները, բարձրանալու է Հայաստանում շարժը լինելու մեր երկրում։ Այս է մեր ճանապարհը։ 3 միլիոն չէ, 10 միլիոն հայության հայրենիք, Հայաստանի Հանրապետություն։ Իրական Հայաստանը 3 միլիոնանոց Հայաստանն է։ Մեր Հայաստանը 10 միլիոն հայության Հայաստանն է։ Շնորհակալ եմ շատ։ Իմ հայրենակիցներ, մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Փոփոխությունները մոտ է, բայց անխուսափելի չի, օգնություն է պետք փոփոխություններին։ Փոփոխություններին օգնությունը մի բանն է։ Բոլորս պետք է գնանք ընտրության։ Եթե ուժեղ հայերը, ակտիվ հայերը, դրական տրամադրված հայերը չեն գնում ընտրության, եթե չեն գնում ընտրության, ընտրվում է Փաշինյանը։ Եթե գնում ենք ընտրության, փոփոխություն է լինում։ Փոփոխության համար։ Համար 3։ Փոփոխության համար։ 3։ Խնդրում եմ բոլոր մեր շրջապատի մարդկանց, ասենք, ով չի գնում ընտրության, իր ձենը գնում է Փաշինյանին։ Գնացեք ընտրության։ Գնացեք ընտրության, որ վաղը մյուս օր էս Նախիջևանում ինչ անում են, 30 կիլոմետրից ավելի մոտ ճանեն էդի։ Թող ժողովուրդը, մեր շրջապատը, ես ձեզ ասում եմ, որ դուք էլ մեր շրջապատին բոլորին ասեք, թող գնան ընտրության, որ Նախիջևանում դա չասեն, թող գնան ընտրության, որ հայկական սփյուռքը վերջապես հայրենիքը, համարի իր հայրենիքը ու վերադառնա իր մասնագիտական պոտենցիալով, որ զարգացնի այս հողը, զարգացնի այս քարերի մեջ պատերազմների, պայքարների արդյունքում մնացած, բայց շատ մեծ պոտենցիալով ու հարստանալու փորձով երկիրը, մեր երկիրը կարա լինի հարուստ, մեր երկիրը փոքր երկիր է, մեր հնարավորությունները համեմատած մեր երկրի հնարավորությունները դուր են տալու մարդերին։ Խնդրում եմ, խոսեք բոլորի հետ, գնում ենք ընտրության, ով չի գնում ընտրության, Փաշինյանին ա ձեն տալի, ով չի գնում ընտրության, նշանակում է այս մարդը վաղը մյուս օրը պատվերով Ամերիկա տալու հարևան լիդերի համար, բեղերով մարդկանց համար պատվերով Ամերիկա տալու։ Մենք դրա հնարավորությունը իրեն մերժելու հնարավորություն ունենք։ Մենակ գնում ենք ընտրության։ Գնանք ընտրության, որ գնանք։ Շնորհակալ եմ։ Փոփոխությունների համար։ Շնորհակալ
Սիրելի խոհեցիներ, սիրելի այգեշացիներ, աղավնատան սիրելի հայրենակիցներ, ֆրանգանոցից, շնորհակալ եմ շատ բոլորից հետ։ Կողսեցիները, շնորհակալ եմ շատ։ Ֆրանգանոցի նորանը չեմ հիշում։ Ամբեր։ Այսօր Էջմիածի հրապարակում ժամը 3 ամրեցին 18